Ես Արսենն եմ Սարգսյան, նպատակս է դառնալ հայոց բանակի սպա։ Ես Գևորգ Բարսամյանն եմ, մանկուց երազել եմ դառնալ զինվորական։ Ես Նարեկ Գրիգորյանն եմ, զինվորականի ընտանիքից եմ, երբ որ ես ծնվել եմ, հայրս արդեն գնդապետ էր։ Ընտրել եմ մոտոհրաձգի մասնագիտությունը, ունեմ ապագայի իմ տեսլականը եւ պարզ գիտակցում եմ, թե վաղը ինչ պիտի անեմ եւ շարժվում եմ իմ ուղով։ Սովորելով ակադեմիայում հասկանում եմ, որ ակադեմիան մեզ տալիս է բոլոր հիմնավոր գիտելիքները ապագայում դառնալու համար լավ սպա, որոնք կարողանան իրենց ուսերին վերցնել հայրենիքի պաշտպանության սրբազան գործը։ Ակադեմիան որպես այդպիսին շատ կարևոր դեր ունի մեր կյանքում, մեր կուրսանտներիս կյանքում, այստեղ մենք ստանում ենք այն անհրաժեշտ գիտելիքները, որոնք հետագայում մեզ պետք են գալու հետագա ծառայության ընթացքում։ Համազգեստը կրելը այդ պարտավորություն է, այսինքն երբ կրում ես համազգեստը, ունես պարտավորություններ։ Համազգեստը կրելուց արդեն որոշակիորեն հասունանում ես, երբ հասկանում ես, թե ինչի համար ես եկել եւ դեպի ուր ես գնում։ Ես համազգեստը կրում եմ շատ մեծ պատվով եւ զգացողությունները աննկարագրելի են։ Իմ մեծ ցանկությունն է լինել ապագայում գրագետ եւ պատրաստված սպա, թե որպես մասնագետ եւ թե որպես անհատապես մարդ։ Զինվորական համազգեստ կրելը այդ բացի պարտավորություններից իր մեջ կրում են նաև պատասխանատվություններ, որոնք հանդիսանում են դժվարություններ, բայց մարդով կրում է այս համազգեստը, մարդով պատրաստ է իր ամբողջ կյանքը նվիրել հայրենիքին ու զինված ուժերին, կարծում եմ այդ պատասխանատվություններն ու դժվարությունները չնչին դեր են կատարում։ Իմ համար ամենակարևոր ու նշանավոր օրը ակադեմիայում այդ առաջին ընդունվելուց օրն էր, երբ առաջի անգամ հակազինված ուժերի համազգեստը համալրեցի շարքը ընկերներից, առաջի անգամ այդքան շատ համազգեստով մարդ տեսա, սպայական կազմի լավ վերաբերմունքը ինձ առաջնորդեց ավելի սիրելու այս կառույցը։ Ամենալավ օրը, որ ես կմտաբերեմ, դա իմ զինվորական երթման արարողության օրն է, հասկացա, թե ինչքան կարևոր է ցանկացած տղայի համար բանակում երթում տալը։ Ինձ ամենաշատը տպավորել է հենց այն օրը, երբ մեր 4 տարին ավարտած կուրսանտները հագան իրենց սպայական ուսադիրները եւ դուրս եկան ռազմական ակադեմիայից իրենց ծառայությունը շարունակելու համար, որովհետեւ նրանք հասան այն նպատակին, ինչին ես դեռ հասնելու ունեմ 3 տարի։ Մեր մասնագիտությունը այնպիսի մասնագիտություն է, որտեղ կրթվելը բազային դեր ունի ու լավ կրթվելը այդ մեր այսօրվա խնդիրն է։ Իմ նպատակն է ապագայում համալրել պրոֆեսիոնալ սպայակազմի շարքերը եւ ապահովել հայրենիքիս անվտանգությունը։